Այնուամենայնիվ, քանի որ հարցին անդրադարձակ եւ հարցը վերաբերում է նաեւ օդի որակին, Տիկին Հայկազյան, մի փոքր կներկայացնեք իրավիճակը օդի որակի վերաբերյալ։ Ինչ պատկեր ունենք այս պահին։ Պարոն քաղաքապետ, երեկվանից սկսած տարածաշրջան են երթափանցել հյուսիսից քամի, եւ որի արդյունքում տեսանելիորեն նաեւ մեր տվիչների 181 տվիչները ցույց են տալիս, որ օդի որակի զգալի բարելավում է տեղի ունեցել, զգալի այնքանով, որ համադրելի է ամառվա ցուցանիշների հետ։ Երեք առավոտյան կազմում էր 29 շուրջ մինչև 30, այսօր 65 եւ 8 PM 2.5-ի ցուցանիշը։ Միևնույն ժամանակ, երբ շարունակաբար ներկայացնում ենք օդի որակի մասին տեղեկատվություն եւ նշում ենք, որ այո եւ մարդածին եւ բնական ուրեմն ազդեցությունների հետևանք է տիրող իրավիճակը, նշեմ, որ առաջիկա ավականու նիստով, այսինքն չենք միայն բավարարվում նրանով, որ կա ցիկլոն կամ անտիցիկլոն, ավականու նիստով երկու ավականու որոշման մեջ լրացուցիչ փոփոխություններ ենք ներկայացնելու, նվազեցնելու մարդածին աղբյուրներից արտանետումները, մեկը վերաբերելու է ավականու 405N որոշմանը եւ լրացուցիչ սահմանափակումներ են կիրառվելու շինհրապարակների նկատմամբ եւ երկրորդը 48N ավականու որոշման մեջ լրացուցիչ փոփոխություններ են, դա պարտադիր բարեկարգման նորմերն են, որոնք կիրառելի ենք դարձնելու նաեւ հանքավայրերի վերաբերյալ։ Շնորհակալություն Տիկին Հայկազյան, այսինքն պարոն Խոջյան, դուք քաղաքում շինարարությունը չեք կանգնեցրել, չէ՞։ Ոչ։ Պարոն Հարությունյան, դուք քաղաքում ավտոմեքենաները բոլորը չեք արգելել, չէ՞։ Ոչ։ Պարոն Բեգոյան, դուք շարունակում եք ձեր ծրագրերը եւ դժվար թե հազարավոր հեկտարներով կանաչապատ նոր տարածք ստեղծած լինեք քաղաքում։ Շատ լավ, հարգելի գործընկերներ, սիրելի երևանցիներ, իրականում օդի որակի խնդիրը Երևան քաղաքում մեծապես պայմանավորված է օդի ինվերսիայով, բնակլիմայական պայմաններով եւ մեր աշխարհագրական դիրքով, բայց ինչպես ճիշտ Տիկին Հայկազյանը նշում է, մենք ունենք որոշակի լծակներ, թեկուզ շատ փոքր չափով, բայց ազդելու օդի որակի վրա եւ այդ առումով ամբողջապես այն աշխատանքները, որոնք որ արվում են, կարծում եմ, են որոշակի ազդեցություն թողնելու են, բայց ինչ վերաբերում է գլոբալ փոփոխություններին, մենք այնուամենայնիվ պետք է շարունակաբար դիտարկենք մեծ ծավալով կանաչապատման աշխատանքները Երևան քաղաքից դուրս, որպեսզի կարողանանք թեկուզ որոշակի պատնեշ ստեղծել այն քամիների համար, որոնք որ բերում են այդ սմոգը, այդ օդը դեպի քաղաք, շատ դժվար բան եմ ասում, բայց կարծում եմ իրագործելի բան է եւ այդ ուղղությամբ պետք է աշխատենք։